ամեն մեկը յուրաքանչյուր մարդ ունի իր ձևը։ Դուք հայավարի ձեր հորեղբորտական ասում է ազատության սլոգանը։ Այո, ամեն մարդ, հենց դա է հիմքը, ամեն մարդ ունի իր պատկերացումը, իր ձևը, ձեր ձևը ո՞րն է, Նարեկ ջան։ Բարդ հարցեր տալը մարդկանց մեր ձևով իշխան բայց եթե մյուս թույլ գործընկերներ ուզեն բայց մի խոչընդոտեք ներողություն հարցը Պարոն Կարապետյան դուք որ ասում եք յուրաքանչյուր ոք ինքը բանանի հասկանա մեր ձևով իր համար ինքն է որոշում իր ձևը, դասախոսի համար իր ձևը։ Մի բան է Սամվել Կարապետյան ներողություն Սամվել Կարապետյան Չեմ կարծում որ պարոն Ամստերդամի ձևը, չգիտեմ, օթանահովերով գրոհելն էլ Ամստերդամի ձևը հիմնականում դա իրավական Լավ, ի՞նչ նկատի մեր Ամստերդամի նկատի իշխող ԶԼՄ-ները հրապարակել են, որ մեր ձևովից զանգում են տարբեր քաղաքացիների Ձեր համար հետևը մի քիչ ազատ տարածք են բացել, ուզում եք եկեք մի քիչ Կարապետյան իշխող ԶԼՄ-ները գրել են, որ մեր ձևովից զանգում են քաղաքացիների, ասում են միացեք մեր ձևով շարժմանը, ասում են չենք ցանկանում, հետո SMS են ուղարկում, ասում են շնորհակալություն նման բան եղել է։ Գնանք մի քիչ տարածք այնտեղ բացվի ավելի հանգիստ բոլորս էշ կանգնենք։ Նույն ձև հետ ենք գնում։ Լավ, այս հարցին պատասխանեմ, ինձ թվում է այս հարցին պատասխանեմ, հարցը ինչպես է տեղի ունենում գրանցումը։ Մարդիկ գալիս են 3 տարբեր ձևով, սոցհարթակներով, զանգերով եւ գնում են մեր նոր բացված շտաբեր։ Գնում են եւ դրա արդյունքում գրանցվում են, թողում են համար։ Հնարավոր է մարդը ուրիշի համար թողած լինի, բայց տալիս են իրենց կենսագրական տվյալները, ոչ կենսագրական չէ, մի քանի տվյալ իրենց մասին, որ իրենց այդ հնարավորություն լինի հետ կապնվել։ Հնարավոր է մեկին իրենք ուղարկած լինեն կամ բան լինի, որ հատուկ դրա առիթով ինչ որ բան սարքեն, բայց 5000 մարդ արդեն գրանցվել է եւ մենք ամեն օր տեսնում ենք, դուք տեսաք մի քանի օր առաջ Կներեք, մի քիչ հետ գնանք ու բան անենք։ Մի վարքյան, հող օպերատորները մի գծով կանգնեն, կանգնած ենք մենք ուղղակի դուք մեր դեմը մի վարքյան, ոչ չան դեր հասնում եք իրավիճակը մենք ինչ անենք։ Ազատություն, 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 Ազատության ակնկալիք երբ եք սպասում, երբ կլինի ըստ ձեզ, որ դեպքում, որովհետև ասում են նախընտրական շրջան է եւ տեսակետներ կա, որ Կարապետյանը ազատության մեջ խոչընդոտ կլինի բոլորի համար։ Կալանքը, ձերբակալությունը վախի արտահայտում է։ Իրենք վախենում են, եթե տենց վստահ են իրենց վրա, ել եմ ուզում ասեմ, թող ազատ արձակեն Սամվել Կարապետյանին եւ տեսնենք, թե ով ուր է հասնում, ով ուր է հաղթում։ Պարոն Կարապետյան, այս ընթացքում 7 տարի է Փաշինյանը իշխանությանը եւ այդ 7 տարվա ընթացքում հայ հասարակությունը տեսել է պատերազմ, բռնի տեղահանում, տավուշից, տարածքների հանձնում։ Ինչու միայն այս քրեական հետապնդումից հետո որոշեցիք ակտիվանալ եւ այսպես ասած փրկել Հայաստանը։ Ինչու դա չփորձեցիք անել 1 տարի առաջ, 2 տարի առաջ, երբ այսպես բանտերը քաղ բանտարկյալներով էլ լցված, տավուշից տարածքներ էին հանձնվում։ Շատ լավ։ Իր խոսքում Սամվել Կարապետյանը ասել է, խոսքի մեջ հիշում եք, որ ասեց, եթե քաղաքական գործիչները իրենց չհաջողվի, այսինքն քաղաքական գործիչները, որոնք արտահայտում են մեր հասարակության նշանակալի մասի կարծիքը, արդեն քայլեր ձեռնարկում էին։ Թե ինչպես է դա ընկալվել հասարակության կողմից ուրիշ հարց է, բայց մեր քաղաքական գործիչները աշխատել են, ընդդիմացել են իրենց ուժերի չափով։ Մեր հետ կապված, եթե մենք չունենայինք հակակրանք այս մոտեցման հետ կապված, չէր լինի Սամվել Կարապետյանը այդ հայտարարությունը։
այդ հայտարարության պատճառով եղավ այս ամենը եւ այդ հայտարարությունը բերեց այս ամենին, որի համար 7 տարվա ընթացքում չեղավ, պարոն Կարապետյան։ մի քանի հարցազրույցներում մենք նշել ենք, որ հիմնական ինչպես տեղի ունեցավ այս process-ը, ամեն ինչ ավելի իրավիճակը ավելի սրվեց, երբ որ տեղի ունեցավ Թուրքիայի հետ կապված process-ների եւ ցեղասպանության հետ կապված process-ների շեղում, այսինքն հայկական ավանդական քաղաքականության շեղում Թուրքիայի հետ կապված այո Պարոն Կարապետյան, դուք ասացիք, որ թույլ չեք տալու այդ ժողովրդական շարժումը, ալիքը, որը բարձրացել է Պարպեն, հնարավոր է այդ հանրահավաքից հետո փողոցային նոր շարժում ձևավորել եւ փողոցային նոր պայքար սկսել, քանի որ հենց նոր էլ ձեր խոսքում նշեցիք, որ եթե այդ շարժումները կամ պայքարի ձևը հաջողած լիներ, Սամվել Կարապետյանը այդ հայտարարությունները չէր անի, դուք էլ շարժում չէիք ձևավորի, ապագայում էլ քաղաքական թիմ չէիք ձևավորի։ ասեմ հայտարարությունները եղան մինչև այդ տեղեր ունենում շատ դեպքեր, որոնց հանրագումարը բերեց հայտարարությանը։ Այսինքն հայտարարությունը դա պատահականություն չէ, հայտարարությունը բոլոր այս քայլերի հետևանքն է, ինչ արել է իշխանությունը վերջի ժամանակաշրջանում։ Ինչ վերաբերում է փողոցային պայքարին, փողոցային պայքարը սկսվում է այն ժամանակ, երբ վերջանում են սահմանադրական, օրենսդրական բոլոր գործիքները հասարակության մոտ։ Երբ գործիքները տեսնենք, որ վերջացած է, փողոցը, ես մի անգամ ասել եմ, Երևանյան փողոցը իր խոսքը ասելու է։ Ձեր կանխատեսում քանի հազար մարդ դուրս կգա փողոց, պարոն Կարապետյան։ Այո, բայց մենք ունենք մեր կարծիքով, պարոն ջան, մենք ունենք սահմանադրական մի քանի գործիքակազմ, որը կարող ենք օգտագործել այս process-ի մեջ։ Օրինակ որոնք են։ Դա ընտրական process-ն է, ընտրական process-ները, եթե ազատ ընտրություններ են լինում, մենք տեսնում ենք, որ մեր հասարակության մեջ կա մեծ բողոք։ Դուք կարող եք հեշտ տեսնել դա, բոլորդ էլ հասկանում եք, որ իրադրությունը հիմա ու իրադրությունը 5 տարի առաջ արմատապես փոխված է։ Մարդիկ ճանաչել են իշխանությանը, 2 տարվա իշխանությանը 2021 թվին դեռ չէին հասցրել ճանաչել։ Հիմա ճանաչում են արդեն։ Ամեն դեպքում հավատում են իշխանությունների խաղաղության օրակարգին, որը այսօր փաստացի մոնոպոլիստական ձևով իշխանություններն օգտագործում են։ Ինչու չկա այլ ընտրանք այս առումով, որ քաղաքացիները օրինակ խաղաղություն չփնտրեն միայն իշխանության այսպես լանջերին։ Խաղաղության մասին ես կուզեի շատ զգույշ լինենք խաղաղության հետ կապված ձևաչափին մեր երկրին շատ մեծ խնդրեմ է բերել զրոական կետից բանակցությունները սկսելու զրոական կետից յուրաքանչյուր միջազգային հարաբերություններում արտահայտվելու քայլերը այսինքն մեր այսօրվա վարչապետը եկել է իշխանության մի քանի ամիս հետո հայտարարել է որ Արցախյան 30-ամյա բանակցությունները սկսում է Ինչու դա հանդուրժվեց ում կողմից Կարապետյանների դա եթե մարդիկ դժգոհ են ոնց Պարոն Անդրանիկ ճանաչում են դուք հիշում եք որ 2020 թվականին պատերազմից հետո Սամվել Կարապետյանը հանդես եկավ հայտարարությամբ որ իշխանությունները պետք է հրաժարական տան եւ լինի նոր ընտրություն Իշխանությունները հրաժարական տվեցին եւ եղավ նոր ընտրություն։ Չէ, ներողություն, ես այլ բան հարցրեցի, դու որ Նիկոլ Փաշինյանը դեռ պատերազմը չէր սկսվել եւ ասաց, որ իմ սեփական կետից եմ սկսում խորհրդարանում հայտարարել։ Ինչու այդ ժամանակ այդ վտանգների մասին չբարձրաձայնվեց։ Բանակցային process-ների նյուանսներից տեղյակ է միշտ երկրի ղեկավարությունը եւ 2-3 հոգի։ Ինչ նյուանսներ կան այդ բանակցությունների մեջ դա պարզ կլինի միայն երկրի ղեկավարին եւ 2-3 հոգու։ Մենք չէինք կարող արտահայտել կարծիք, ունենալով կարծիք չէինք կարող մինչեւ նյուանսներին չծանոթանանք, բայց ես կուզեմ ուրիշ բան էլ ասել։ Ծանոթացել եք։ Մենք ծանոթացել ենք պատերազմի առաջի օրերից։ Մի հատ եմ ուզում հիշեցնեմ, գիտեմ որ իշխանական մի քանի падգամավոր հատուկ post են արել ու գրել են այն մասին, որ Սամվել Կարապետյանը պատերազմի սկսվելու 3-րդ օրը կոչ է անում երկու կողմերին, այո, հարգելի հայրենակիցներ, շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ այդ ժամանակ բանակցությունների սեղանին դրված էր պայմանավորվածության, կար հնարավորություն պայմանավորվածության, եւ պայմանավորվածության հնարավորության գնդակը մեր խաղադաշտում էր, Հայաստանը պետք է որոշեր, գնում է այդ պայմանին, թե ոչ, պահում է Հադրութը, պահում է Լաչինն ու Խարվաճառը, թե ոչ Այսինքն գործերը
լավ չէին, հա, ձեզ նա տեղյակ էր, որ գործերը լավ չէին եւ շատ կարեւոր է, որ այդ հայտարարության հիմնական նպատակը մեր հայրենիքի իշխող ուժն էր, որ գնար բանակցային process-ին եւ աներ այն քայլը, որը կփրկեր 3000 այդ ժամանակ մենք ունեինք 600 զոհ իմ հիշելով 3000 երիտասարդի կյանք դա էր Սամվել Կարապետյանը ուզում եմ ասեմ պետական գործին հատուկ բարդ Հեցի լարել չէ Հեցինը չէ ինտերնետային Հիմա երեքատողներին արգելել են սպառնացել են որ կան մասնակցեն հավաքին ձեզ նման ահազանգեր եղել են ասեմ իրենք կարծում են թե հազարավոր մարդիկ որ գալիս են հեցի աշխատողներն են նախորդ անգամ էլ իրենք մտածում էին որ բազմահազար իրենց խոսքի ազատ Պարոն Կարապետյան, երբ որ Ալեն Սիմոնյանին հարցրեցին մեր ձևով ձեզ մրցակից է թե չէ, վախենում եք թե չէ, ասաց նման քաղաքական ուժ չկա, Պոնտենանում Բերդում հայտնվելով ուզում են քաղաքական ապաստան ստանան ազգային ժողովում, այդպես է թե չէ, եւ դուք հարցում արել եք մեր ձևով քանի տոկոս է այս պահին քանի տոկոս ձայների տիրապետում։ Եթե չեն անհանգստանում, մենք թող իրենք չվախենան Սամվել Կարապետյանից, եթե չեն վախենում Սամվել Կարապետյանից, թող ազատության մեջ լինի նա, մի շաբաթ հետո մենք տեսնենք ինչ իրավիճակ է Հայաստանի ներքաղաքական ընդհանուր դաշտում եւ ինչ իրավիճակը մեր հասարակության մեջ։ Եթե իրենք չեն վախենում 37 վայրկյանանոց հարցազրույցի հոդվածով 6 ամիս մարդուն պահել կալանքի տակ, ինձ թվում է դա հաստատ ինքնավստահության ցուցիչ չէ, այլ մի քիչ ուրիշ բանի ցուցիչ է։ Հիմա մեղադրանք ձայների հետ Ամեն շաբաթ կարող են մեղադրանք լրացնեն, հետո այդ մեղադրանքը մերժվի, ցույց տրվի դրա սին լինելը եւ իրենք փորձեն ինչ որ ձև երկարացնեն։ Դուք պատկերացնում եք 3 ամիս, 4 ամիս մարդիկ մենք ունենալով տասնյակ հարյուրավոր ընկերություններ Հայաստանում գործ չեն կարող գտնեն։ Սա ցույց չի տալիս նախ որ մենք աշխատել ենք ճիշտ օրենքի սահմաններում, ինչքան հնարավոր է Հայաստանի իրականության մեջ եւ երկրորդը թիմի պրոֆեսիոնալիզմը այն թիմի, որը հավակնում է աշխատանքներ կատարել ի բարօրություն որ մեր հայրենիքի Պարոն Կարապետյան դուք բացառում եք սրան լրացնեմ ուղղակի Նարեկ ջան կներես Պարոն Կարապետյան տեսեք փողերի լվացում հարկեր турքեր չմուծել իշխանության զավթման կոչ եւ այլն այսպես որ գնա կարող է Սամվել Կարապետյանին նաեւ պատերազմի մեջ մեղադրեն պատերազմ սկսելու աշխարհի բոլոր անտրամաբանական մեղադրանքների մեջ պրոֆեսիոնալ դարձած ուժը, որը ինդուստրիալ մասշտաբի է դա հանել, հնարավոր շատ բան անի, բայց մեր հասարակությունը արդեն իմունիտետ ունի ստերի եւ ստերի տարբեր ֆորմաների հանդեպ։ Չազատեցին, ինչ եք անել։ 1 տարի չազատեցին, մինչեւ ընտրություններ ազատ չարձակվեց։ Ինչ եք անելու, ո՞րն է ձեր գործողությունները։ իրենք տեսնելու են հասարակության աճող բողոքը, որը այսօր էլ կա, մեր գիտեք ինչներ իրանց հաշվարկը։ Որն է։ Որ կգնանք Ռուսաստան, բայց իրենք մի բան հաշվի չեն առել, որ մենք այստեղ Սամվել Կարապետյանը մինչև իմ տարիքը Հայաստանը ապրել, մենք բոլորս 200 տարի մեր տունը նույն վայրում է, ինչ որ 200 տարի առաջ ու նույն տեղն ենք ապրում ես 200 տարի, մեր ընտանիքը։ Այսինքն ու բացի դրանից ոչ, Լեռնավիթ գյուղի մեր տունը, որտեղ հիմա բնակվում են մեր մեծերը։ Պարոն Կարապետյան, Ամստերդամի խոսքերի մեջ շարունակեմ, կարևոր բան կար։ Հա, իրենց հաշվարկը ուղղակի, որ բոլոր մարդիկ, ովքեր ունեն ֆինանսներ, սիրում են կոմֆորտ, բայց իրենք չեն հասկանում մարդկանց գաղափարականությունը։ Եվ հիմա ամեն օր իրենք զգալու են այդ գաղափարականությունը մարդկանց ու զգալու են, որ չի ստացվում ոնց որ մարդու վրա ճնշում գործադրել, որովհետև արդեն իրենց մոտ դեֆորմացիա կա
բոլոր մարդկանց կարծիքները ջարդելու կալանքի միջոցով մասնագիտական դեֆորմացիա են ենթարկվել, իսկ դրա ճանապարհը վերջում բռնապետությունն է։ Իհարկե դուք բացառում եք, որ տաշիր ընկերությունների խմբում ընդհանրապես կոռուպցիոն որևէ ռիսկ չկա եւ այս ուսումնասիրությունները ցույց են տալու, որ իշխանությունների մեղադրանքները իրավապահ համակարգի մեղադրանքները սին են։ Նայեք, կոռուպցիոն ասելով, նայեք ջան, դուք նկատի ունեք, եթե ընկերության մեջ կա կոռուպցիոն ինչ որ խնդրեմ, դա մեր հանդեպ է, մենք ենք դուժողը։ Իրենք հաշվի չեն առնում, որ երբ որ ստուգում են այն ընկերությունները, որոնք մեր են, որ մենք ենք սեփականատերը, եթե կոռուպցիոն խնդիրները չլինեն, մեր շահույթը կավելանա։ Տրամաբանական իրենք միշտ ստուգել են պետական հիմնարկներ, մասնավորի ստուգման առաջի մեծ փորձն է իրանց մոտ։ Պարտավորությունները կատարել փողեր լվանալ, այդտեղ սեփականատերը եւս կարող է մասնակցել։ Այսպես ասեմ, բացառելը կարող է լինել Հայաստանում կա հարկային օրենսգրքում երկակիության խնդրեմ։ Ինչն է երկակիության խնդրեմը։ Նույն բանին կարող են նայել այս աչքով ու այն աչքով, բայց մենք ընկերությունների մեծ մասը ասում է տարեկան աուդիտ։ Այդ մեծ մասը ասում է աշխարհի 4 լավագույն աուդիտորական ընկերություններում տարեկան աուդիտ։ Եթե խնդիր կար, մենք մինչև այդ աուդիտորականների կողմից կիմանայինք։ Տեսեք, հիմա ասում են 300 քանի միլիոն աշխատավարձ եք ստացել մեկ տարվա մեջ, դա արդեն կոռուպցիոն ռիսկ չի։ Չէ, այդպես բան չեն ասել։ Այդ 300 քանի միլիոնը ինչքան ժամանակ։ Չէ, դա իմ մասին չէր։ Այդ 300 միլիոնը մի տարվա ինչ որ այդ ինչ բան է, դա իմ մասին չէր։ Իսկ մյուս մի հատ երկրորդ բան, որ որպես տնօրենների խորհրդի անդամ, ոչ թե նախագահ, որովհետև երբ որ եղել եմ նախագահ, հրաժարվել եմ աշխատավարձից, իսկ երբ որ եղել եմ այսինքն մնացել է հեծում այդ գումարը։ Հա։ Պարոն Կարապետյան, ամեն իսկ երբ որ եղել եմ անդամ, այդ աշխատավարձը փոխանցել ենք մեր բարեգործականին, բայց ելի եմ ուզում ասեմ։ Բայց էդ էլ է մեր գրպանը։ Այո, Անի ջան, բայց հաշվի առեք, որ հեծնել, դա տնօրենների խորհրդին վճարում է իր սեփական միջոցներից։ Այսինքն հեծի սեփականատիրոջ միջոցներից։ Սա ամբողջ հաշվարկի վիճակում պարոն Կարապետյան այդքան բարձր աշխատավարձ ստանաք։ Նարեկ ջան, աշխատավարձը վճարվում է բարեգործական հիմնադրամին, փոխանցվում էր, բայց կարևոր բան ասեմ, տխուր վիճակի հետ կապված։ Ներդրումային մեր սակագնայինի թույլ տված մաքսիմալ ներդրումները մենք արել ենք։ Էֆեկտիվության խնդիր եղել է, իհարկե եղել է։ Դրա համար ես 6 ամիս առաջ նշանակվել եմ Հեծի տնօրենների խորհրդի նախագահ, որ այդ էֆեկտիվության հարցը լուծենք։ 6 ամսվա ընթացքում անջատումների քանակը ՀՑԿ-ի տվյալներով 25% իջել էր։ Իդեպ Նիկոլ Փաշինյանը Հեծի հետ կապված լավ ցուցանիշ է թե վատ։ Երկու սցենար է հայտարարել։ Բայց լավ ցուցանիշ է թե վատ 25%։ Պետք է ուսումնասիրեմ, որ ասեմ, ներողություն էլի։ Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը Հեծի հետ կապված երկու սցենար է ներկայացրել։ Նշում է, որ կամ դա պետք է պետականացվի, կամ պետականացվի եւ տրվի էներգետիկ ոլորտի կառավարչի։ Դեռ գիտենք, որ վարույթ է ընթանում եւ վարչապետը նման հայտարարություն է անում։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում, օրինակ հանձնաժողովի նախագահն ասում է, որ ոչ բնավ վարչապետի այս հայտարարությունը մեզ համար ուղղորդում չէ, դուք այդպես կարծում եք։ Երկու բան, առաջինը դուք հիշում եք, որ Նոբելյան մրցանակ ստացած այս տարվա 24 թվականի, այսինքն նախորդ տարվա Նոբելյան մրցանակակիրը տնտեսագիտության գծով հայտարարեց մեր շարժման հաշվետու ժողովի ժամանակ, որ ազգայնացումը էներգետիկ ակտիվների սեփականաշնորհման դեմ քայլերը վատ ազդեցություն են ունենալու երկրի տնտեսական մրցակցայնության վրա։ Այսինքն այո, Moody's-ը հենց իրենք սկսեցին դրա մասին խոսել, Moody's-ի վարկանիշով Հեծի իջավ։ Իդեպ եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, Հեծը մենք գնել ենք այն ժամանակ, երբ ուներ մինուս իմ հիշելով մի 30-40 միլիոն դոլար մինուս եւ շատ մեծ գումարով, այսինքն ընդհանուր գործարքի արժեքը շատ մեծ էր։ Մնացել էր սնանկության 3 ամիս։ Դրանից հետո մենք գնել ենք, դարձրել ենք Հայաստանի վարկանիշից ավելի բարձր հիմնարկ։ Հեծում եղել է խնդրեմ, իհարկե եղել է, Հայաստանում ուր չկա խնդրեմ։ Մեր նույն հասարակությունն է իր խնդիրներով, բայց որպես սեփականատերը ինչ է կառավարում։ Նա ներդրումներն է կառավարում, կորուստները իջել է 13-ից 6% Չեխիայի մակարդակին է հասել, ներդրումներն Հայաստանում իրենք ամբողջ տարին բերում են
օտարերկա 70-80 միլիոն ներդրում։ Փաշինյանի հայտարարությունը ճնշում համարում եք թե ոչ։ Էս էլ ասեմ։ Հասարակությունը դժգոհ է, պարոն Կարապետյան, ամեն Ամեն դեպքում մի հարց էլի։ Շնորհակալ եմ։ Գործընկերներ, շնորհակալություն։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։